Շնորհակալություն, Հապարտ Գրիգոր Արաքելյան։ Շնորհակալություն շատ։ Մեր նախընտրական ծրագիրը նախ եւ առաջ բացառիկ է նրանով, որ իր բոլոր 5 կետերը բոլոր 5 կետերը ուղիղ կերպով փոխկապակցված են մեկը մյուսի հետ եւ ուղիղ համեմատական ազդեցություն ունեն մեկը մյուսի վրա։ Ես մատնանշեմ օրինակ տնտեսական առաջարկությունները կարևորում եմ, որովհետեւ տնտեսությունը դա մեր հիմնական ուղեգիծն է, տնտեսության զարգացումը եւ ինչպես պետք է ապահովենք տնտեսությունը, եթե ոչ տնտեսվարողների իրավունքների առավելագույնս պաշտպանվածությամբ, որը հնարավոր է ապահովել բացառապես իրական արդարադատությամբ։ Ինչ է արդարադատությունը։ Պատասխանելու համար այս հարցին ստիպված ենք սկսել դեռևս հին ժամանակներից, սկսենք հին Հռոմից։ Ցիցերոնն ասում էր, արդարադատությունը պետության հիմքն է։ Դարեր շարունակ արդարադատությունը նույնացվել է արդարության հետ, եւ դա զարմանալի չէ։ Քանի որ արդարությունն է ընկած արդարադատության հիմքում, եւ հենց արդարության զգացումի դեֆիցիտով է պայմանավորված մեր հասարակության թերահավատությունը գործող արդարադատության համակարգի նկատմամբ։ Հանրապետություն կուսակցությունն առաջարկում է այնպիսի գործուն քայլեր, որոնք ուղղված են հասարակության շրջանում սոցիալական ու տնտեսական արդարության ամրապնդմանը եւ միանշանակորեն կնպաստեն արդարադատության նկատմամբ վստահության ձեռքբերմանը։ Կրկին ցիտելով Ցիցերոնին, վերջինս ասում էր. օրենքը պետք է ծառայի մարդուն, այլ ոչ թե մարդը օրենքին։ Իսկ Մահատմա Գանդին արդեն ընդգծում էր. եթե օրենքն անարդար է, մարդը պարտավոր է չհնազանդվել նրան։ Ըստ այդմ, Հանրապետություն կուսակցությունն առաջարկում է ունենալ այնպիսի օրենքներ, որոնք կլինեն արդար, առավելագույնս կհամապատասխանեն ու կծառայեն հասարակության շահերին, որոնց չհնազանդվելու անհրաժեշտություն չի լինի, եւ օրենքներ, որոնք ուժի մեջ մտնելու պահից ոչ թե մեկ տարվա ընթացքում այնքան փոփոխության կենթարկվեն, որ մայր օրենքից կմնա ընդամենը 10%, այլ օրենքներ, որոնք կլինեն ավելի կարծր, ավելի մնայուն եւ ավելի հիմնավորված։ Գործող սահմանադրության 109-րդ հոդվածի առաջին մասի համաձայն օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն падգամավորը, ազգային ժողովի խմբակցությունը եւ կառավարությունը։ Իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն ընտրական իրավունք ունեցող առնվազն 50,000 քաղաքացի ունի ազգային ժողովի քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք։ Մենք առաջարկում ենք քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 50,000 թվականակի շեմը իջեցնել, այն սահմանելով մեկ падգամավորական մանդատին բաժին հասնող միջինացված նվազագույն թվին, որը կարող է լինել օրինակ 20-ից 30,000-ը։ Այս առաջարկը պայմանավորված է նաև Հանրապետություն կուսակցության պրակտիկ փորձով, որը ձեռք է բերվել կուսակցության նախաձեռնությամբ առաջարկված Հայաստանի Հանրապետության ավելի քան 60,000 քաղաքացիների ստորագրություններով հաստատված եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից 2025 թվականի մարտի 26-ին ընդունված Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը ներկայացնելու գործընթացում։ Բացի այդ, Հանրապետություն կուսակցության կողմից առաջարկվող պետության նախագահական կառավարման մոդելում Հանրապետության նախագահը ևս պետք է ունենա օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք։ Սոցիալական արդարության ապահովման նպատակով Հանրապետություն կուսակցությունն առաջարկում է ունենալ այնպիսի օրենքներ, որոնք յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն օրինական շահերը, որոնցով կլինեն առավելագույնս ճանաչված եւ պաշտպանված պետության կողմից։ Սոցիալական արդարության առումով առավելագույն խոցելի շերտ են հանդիսանում երեխաները, հաշմանդամները եւ ծերերը։ Հետևաբար առաջնահերթությամբ այս շերտերի համար պետք է ներդրվեն առաջինը սոցիալական ապահովության եւ հանրային ծառայությունների հնարավորինս բարձրացված մատչելի համակարգեր, բացառելով որևէ բյուրոկրատիկ մոտեցում։ Երկրորդ, հանրային առողջապահության եւ առողջության պետական ապահովագրության համակարգեր, հաշվի առնելով տարիքային որոշակի սահմանափակումները։
Երրորդ, նախակրթական, հանրակրթական, միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն կրթության անվճար, շեշտում եմ անվճար ու որակյալ համակարգեր։ Խնդրում եմ ուշադրություն դարձնեք, որ կրթական համակարգը բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար դարձնելու նախաձեռնությունը, առաջին քայլերը հենց առաջարկվել են հենց Հանրապետություն կուսակցության եւ նրա առաջնորդ Արամ Սարգսյանի կողմից։ Հիմա մի քիչ թրենդային է դարձել եւ բոլոր քաղաքական ուժերը փորձում են իրենց ծրագրերի մեջ այս առաջարկությամբ հանդես գալ, մոռանալով, որ իրենց ղեկավարների ղեկավարման ժամանակ Հայաստանի Հանրապետություն պետական բարձրագույն կրթությունը ամենաթանկն էր։ Հիմա եկել են մարդիկ ուզում են առաջարկեն անվճար կրթություն։ Պետությունը պետք է հավուր պատշաճի կատարի իր պոզիտիվ պարտականությունները երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, մասնավորապես երեխաներին տրամադրվող սոցիալական երաշխիքները պետք է ապահովվեն առանց խտրական մոտեցման, առավելագույնս պարզեցված եղանակով, ապահովելով երեխաների լավագույն շահերը։ Պետք է պարզեցվեն երեխաներին տրամադրվող պետական դրամական աջակցությունները, նպաստները, կրթաթոշակները ստանալու ընթացակարգերը, բացառելով որևէ հավելյալ բյուրոկրատիկ խոչընդոտ։ Պետությունը պետք է երաշխավորի երեխաների անվճար նախակրթական, հանրակրթական եւ միջնակարգ մասնագիտական կրթության հասանելիությունն ու որակը։ Խնամակալության եւ հոգաբարձության մարմիններն առավել ուշադրությամբ եւ հոգատարությամբ պետք է վերաբերվեն անգործունակ ճանաչված կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, բացառեն նման երեխաների եւ նրանց պատկանող գույքի շահագործումն անբարեխիղճ անձանց կողմից։ Հաշմանդամների ու ծերերի իրավունքները ևս պետք է լինեն առավելագույնս պաշտպանված։ Հաշմանդամության կարգերը պետք է տրվեն առանց հավելյալ քաշքշուկների, հնարավորինս պարզեցված եղանակով։ Հաշմանդամության նպաստների ու կենսաթոշակների չափը պետք է բավարարի նվազագույն կենսապահովման համար անհրաժեշտ գումարի չափին։ Դեղորայքն ու բժշկական օգնությունը պետք է դառնան անվճար։ Այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր համնարդարության արվում են գործող իշխանությունների կողմից։ Շարունակաբար պետք է աշխատանքներ տանել բնակավայրերը հաշմանդամների եւ ծերերի համար հնարավորինս հարմարավետ դարձնելու ուղղությամբ։ Քաղաքացիների աշխատանքային իրավունքները պետք է լինեն առավելագույնս պաշտպանված։ Ամենայն հարգանքով բոլոր գործատուների նկատմամբ աշխատողների օրենքով սահմանված իրավունքները որևէ կերպ չպետք է ոտնահարվեն, սկսած աշխատանքի ընդունման հավասար մրցակցային պայմանների ապահովումից, շարունակելով ընթացիկ բարվոք աշխատողի չարամիտ շահագործումը բացառող աշխատանքային պայմանների ապահովմամբ, վերջացրած աշխատանքային հարաբերություններն ապօրինաբար դադարեցնելու անթույլատրելիությամբ։ Այս առումով կարևոր է հատկապես անդրադառնալ պետական կառավարման համակարգի աշխատողների իրավունքներին ու օրինական շահերին, մասնավորապես անհրաժեշտ է առաջին ապահովել հավասար մրցակցային պայմաններ հանրային ծառայության պաշտոններին հավակնող բոլոր թեկնածուների համար։ Երկրորդ, յուրաքանչյուր բարձրակարգ մասնագետ պետք է ունենա հավասար հնարավորություն զբաղեցնելու իրեն արժանի տեղը պետական կառավարման համակարգում, անկախ իր սեռից, ռասայից, կրոնական կամ քաղաքական համոզմունքներից, իր ֆինանսական վիճակից, սոցիալական դիրքից, ազգակցական կապերից եւ այլն։ Երրորդ, առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի առավելագույն աշխատանքային ժամերի, ինչպես նաև արտաժամի աշխատանքի օրենքով սահմանված չափով վարձատրության ապահովմանը, որպեսզի բացառվի պետության կողմից հանրային ծառայողների շահագործումը։ Չորրորդ, պետական կառավարման համակարգի աշխատողների վարձատրությունը պետք է լինի համաչափ իրենց կատարած աշխատանքին, ինչպես նաև համապատասխանի իրենց զբաղեցրած պաշտոններին հավասար պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությանը, որպեսզի բացառվի խտրականությունը միևնույն կամ տարբեր պետական համակարգերի աշխատողների միջև։ Որպես օրինակ, ուզում եմ նշել ներքին գործերի նախարարության օրինակը, որտեղ վարչության պետերը բարձր սպայական կոչումներով որոշ դեպքերում ստանում են ավելի քիչ աշխատավարձ, քան շարքային բարեկային ծառայողները, կամ քրեական ոստիկանության բազմամյա օպերատիվ ծառայողները վարձատրվում են մի քանի անգամ ավելի քիչ, քան քննչական կոմիտեի քննիչները եւ նման այլ պաշտոնյաներ։ Հինգերորդ կետը, հանրային ծառայողները պետք է ունենան լրացուցիչ սոցիալական երաշխիքներ, այդ թվում երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելուց հետո, որպեսզի պետությունն իզորու լինի հանրային ծառայության ներգրավել իրապես որակյալ մասնագետների։
Տնտեսական արդարության մասով ցանկանում եմ նշել, որ տնտեսական արդարության վերականգնման ու հետագա ապահովման նպատակով առաջարկում ենք անհրաժեշտ է պետությունից գողացվածը ապօրինի հարստացման ճանապարհով ձեռք բերվածը հնարավորինս շուտ պետք է վերադարձվի պետությանը։ Այս հարցը քննարկման ենթակա չպետք է լինի։ Երկրորդ, պետք է բացառվեն տնտեսական մոնոպոլիաները։ Երրորդ, հարկային քաղաքականությունը բոլոր տնտեսվարողների նկատմամբ պետք է լինի հավասար, համաչափ, օրինական եւ արդար։ Պետք է պարզեցվեն տնտեսվարողներին տրամադրվող թույլտվությունների եւ լիցենզիաների տրամադրման ընթացակարգերը։ Առևտրային գործունեությամբ զբաղվող տնտեսվարողներին տրամադրվող թույլտվությունների ժամկետը 1 տարվա փոխարեն պետք է սահմանվեն առնվազն 5 տարի, որպեսզի տնտեսվարողների համար իրենց գործունեության հեռանկարը լինի տեսանելի, առնվազն 5 տարվա կտրվածքով։ Եվ այս փոփոխությունները մենք նախատեսում ենք անել առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում առաջին իսկ հնարավորության դեպքում։ Եվ վերջին կետը հարկային մարմինների հետապնդումները պետք է բացառվեն։ Հիմա անդրադառնամ խնդրալուց մեր դատական համակարգի խնդիրներին։ Հարության շրջանում կա տարածված թերի կարծիք, որ արդարադատության համակարգը դա արդարադատության նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության դատարաններն են։ Այնինչ արդարադատության համակարգն իրենից ներկայացնում է բոլոր այն պետական եւ մասնավոր համակարգերի, ինստիտուտների համակցությունը, որոնց համընդհանուր ֆունկցիոնալությունը նպաստում եւ հանգեցնում է արդարադատության իրականացմանը։ Նշված տրամաբանությամբ արդարադատության համակարգի բաղկացիչ մասն են հանդիսանում ինչպես ոլորտային քաղաքականությունը մշակող եւ իրականացնող արդարադատության նախարարությունը, այնպես էլ բոլոր դատարանները, դատախազությունը, քննչական մարմինները, ոլորտային իրավապահ մարմինները, փաստաբանների, հաշտարարների եւ նոտարական պալատները, անգամ մասնավոր կամ պետական փորձագիտական կազմակերպությունները։ Այսօր ներկայացնելու եմ Հանրապետություն կուսակցության նախընտրական ծրագրով նախատեսված դատական համակարգի բարեփոխումներին վերաբերող մեր առաջարկությունները։ Համաձայն գործող սահմանադրության 162-րդ հոդվածի առաջին մասի Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան։ Պատասխանելու համար հարցին, թե ինչպիսի դատական համակարգ ենք ցանկանում ունենալ, կրկին պետք է անդրադարձ կատարել Ցիցերոնին, որն ասում էր. դատավորը խոսող օրենք է, իսկ օրենքը համր դատավոր։ Արդյունավետ գործող դատական համակարգ ունենալու համար մենք առաջարկում ենք դատավորների ընդհանուր թիվը 275-ից հասցնել առնվազն 350-ի, ինչպես նաև յուրաքանչյուր դատավորի աշխատակազմում ավելացնել դատավորի օգնականի ևս 1 հաստիկ։ Կլորացված հաշվարկներով պետբյուջեի ծախսերը տարեկան կավելանան մոտ 3 միլիարդ դրամով, իսկ առաջարկվող ռեֆորմների արդյունքում դատական համակարգը կլիցքաթափվի առնվազն 60%-ով։ Հաջորդ առաջարկությունը վերաբերում է դատական համակարգում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրմանը։ Մենք առաջարկում ենք սկզբնական փուլում երդվյալ ատենակալների ինստիտուտը ներդնել քրեական դատավարությունում, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների գործերով, իսկ հետագայում նաեւ նույն համակարգը ներդնել քաղաքացիական եւ հակակոռուպցիոն դատարաններում առանձնակի կարեւորություն ներկայացնող գործերով։ Առաջարկվող բարեփոխումն էապես կնպաստի արդար դատաքննության իրականացմանն ու ժողովրդի իշխանության ներկայացվածությանը դատարաններում։ Հակակոռուպցիոն կոմիտեում ԱԱԾ-ում կամ ներքին գործերի նախարարությունում առաջարկում ենք ստեղծել մասնագիտացված հատուկ օպերատիվ ստորաբաժանում կամ ստորաբաժանումներ, որոնք կզբաղվեն բացառապես դատավորների, դատախազների, քննիչների, փաստաբանների, նոտարների, փորձագետների եւ դատական գործընթացներում որևէ մասնակցություն ունեցող անձանց կողմից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հետ կապված հնարավոր արարքների հայտնաբերմամբ, արդյունքում նշված անձինք ավելի կզգաստանան, իսկ ինչը միանշանակորեն կնպաստի արդարադատության համակարգի բարելավմանը։ Արդարությունը պահանջում է ոչ միայն օրենք, այլ նաև մարդասիրություն։ Օրենքը կարող է պատժել, բայց արդարությունը նաև հասկանալ։
Առաջնորդվելով այս սկզբունքներով, Հանրապետություն կուսակցությունն առաջարկում է առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ իրականացնել համաներման գործընթաց։ Ընդ որում ներքաղաքական դաշտում Հանրապետություն կուսակցությունն առաջինն է եղել նման առաջարկությամբ գաղափարապես հակադրվելով գործող իշխանությանը։ Ուստի ունի բոլոր իրավունքները համարվելու համաներման հարցը առաջարկող քաղաքական ուժ լինելու, առաջամարտիկ լինելու այդ իրավունքը։ Համաներումը մարդասիրական ակտ է և բնորոշ է ժողովրդավարական հասարակություններին, հետևաբար այն անհրաժեշտ է ամրապնդելու համար ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում։ Համաներման արդյունքում ոչ մեծ և միջին ծանրության, իսկ որոշ դեպքերում նաև ծանր հանցագործությունների կատարման համար դատապարտված պատիժը կրող կամ դեռևս չդատապարտված, սակայն քրեական հետապնդման ենթարկվող անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից։ Համաներման արդյունքում գերծանրաբեռնված քրեակատարողական հիմնարկները համեմատաբար կթեթևանան, իսկ քրեական հետապնդում իրականացնող մարմիններն ու դատարանները կլիցքաթափվեն։ Համաներում պետք է իրականացվի նաև վարչաիրավական խախտումների համար պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ, ինչը կթեթևացնի թե առանց այն սոցիալական դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիների տարիների ընթացքում կուտակված բեռը, այլ նաև շեշտակի կնվազեցնի թե դատարանների և թե վճարման կարգադրություններ արձակող նոտարների ծանրաբեռնվածությունը։ Գործող Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել համաներման մասին օրենք։ Առաջարկում ենք համաներում հայտարարելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու լիազորությունը վերապահել նաև Հանրապետության նախագահին։ Վերջում ավարտելով ուզում եմ մեջբերեմ Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի խոսքերը, որն ասում էր. յուրաքանչյուր հասարակություն ունի այնպիսի հանցագործներ, որոնց արժանի է, և յուրաքանչյուր հասարակություն ունի այն դատական համակարգը, որին պնդում է։ Հանրապետություն կուսակցության կողմից ներկայացված առաջարկությունները կյանքի կոչվելու դեպքում վստահ եմ կունենանք լիովին նոր և մեր հասարակության պահանջներին բավարարող դատական համակարգ և վերջապես իրական արդարադատություն։ Շնորհակալություն։